Շնորհակալություն ծափերի համար, բարի երեկո բոլորին, Շանթի եթերում վիտամին ակումբն է, կրկին ունենք հրաշալի հյուրեր, ես գիտեմ, որ ծափարությունները շատ բարձր են հնչելու, բայց մինչև հյուրերը ես ուզում եմ, որպեսզի մենք բեմ հրավիրենք Արմանին, դիմավորեք Արման! Բարի երեկո։ Այո։ Բարև ձեզ։ Բարի երեկո Արման։ Հրաշալի հյուրեր ունեմ, ուզում քեզ ներկայացնել։ Համեցեք։ Ես շատ սպասված հյուր եմ ուզում քեզ ասել։ Հայաստանի Հանրապետության վարստակավոր արտիստ Բորիս Պեպանյանն է այսօր մեզ մոտ հյուր։ Բարի երեկո։ Մենք ձեզ փոխանցենք խոսափողը։ Այո։ Ինչպե՞ս եք, պարոն Պեպանյան։ Դե եթե հիմա գտնվում եմ վիտամին ակումբում, ուրեմն շատ լավ եմ։ Այո, հիմա գտնվում եք վիտամին ակումբում։ Ուրեմն շատ լավ եք, այո, շատ ուրախ ենք, որ դուք այստեղ եք, պարոն Պեպանյան, որովհետև դե ես, չգիտեմ, նույնիսկ իմ ծնողները երիտասարդ տարիքից ձեզ գիտեն, ես եմ մանկուց, ինչ ծնվել եմ, ձեզ գիտեմ։ Շատ շնորհակալ եմ։ Ու բոլորը, բայց ամենաշատը երևի ամենահիշված ներկայացումը գիտեմ, որ շատ եք խաղացել, հիմա էլ մինչև այսօր խաղում եք, բայց տաքսին է, չէ՞, ճիշտ եմ ասում, թե։ Դե հավանական է, ժողովրդի սիրելի ներկայացումն է ինձ թվում է դա։ Բոլորի սիրելի ներկայացում է, այո։ Այո, որովհետև այնտեղ հանդես է գալիս Հանճարեղ Կարփխաչվանյանը։ Կցանկանա որ բոլորը ծափարեք Խաչվանյանը։ Եկեք բարձր ծափարենք։ Որովհետև ես ասեմ ձեզ ծիծաղ պարգևելը շատ դժվար բան է։ Ամենաբարձ ժանրն է։ Եվ ինչու եմ ես հիմա այստեղ գտնվում եւ եկել եմ ձեր հրավերին, որովհետև դուք իսկապես բրավո ձեզ, որ կարողանում եք մարդկանց այդ վիտամինը պարգևել։ Շատ շնորհակալություն։ Տաքսիներից օգտվում եք։ Անշուշտ։ Իսկ հումորներ լինում է, ինչ-որ տաքսի հետ կապված, տենց հիշեն մարդիկ, հովիտը։ Քանի անդադ ռեպլիկներ են գցում, այն ներկայացման միջից հատվածներ, բան, որ նստում եմ, ասում են, տակ ջուր են տվել, միանգամից։ Պարոն Պեպանյան, այն ժամանակ հայտնի եւ սիրված լինելը, երբ որ համեմատում ես հիմա այսօրվա այս արդի ֆանատիզմին, տարբերություն է այն ժամանակվա ֆանատների եւ այսօրվա, կարող եք մի քանի հատ նշել։ Թակարակ հիմա ֆանատներ ավելի շատ կան։ Հա, բայց այն ժամանակ էլ կային, չէ՞, որ տեսնում են։ Այն ժամանակ ոնց են երկրպագում։ Ամոթխած էին շատ մարդիկ, չեն համարձակվում մոտենալ, ամաչում էին։ Օրինակ հիմա որ զանգում են, ասում են, օրինակ Արմանին, լավ, զանգում են, ասում են, Արման դու ես, ու անջատում են ասեն։ Այն ժամանակ, պարոն Պեպանյան, դուք եք, քա, եւ անջատում են։ Մոտիկանում էին, ականջին ասում էին փախնում։ Հեռախոս չկա, դժվար է Ջայն չկա։ Ինչ որ տենց երևույթ հիշում եք, ծիծաղելի կան, որ նամակ են գրել։ Շատ նամակներ, հիմա պահին հենց երբ որ զապիս է գնում, կամ ինչ-որ խոսակցություն է գնում, կամ հաղորդման ժամանակ մոռանում ես, այդպես է։ Հետո երբ որ դուրս ես գալիս, նոր հիշում ես, ինչու չասացի այս բաները։ Պատկերացրեք դուրս եք եկել արդեն։ Շատ շնորհակալ եմ։ Բայց այն ժամանակ իսու է բավականին բարդ եղել, որովհետև ադնակլասնիկ ասենք չի եղել, ստիպված եկել են հենց դասարանում, ինչ պետք է ասել են, գնացել են։ Գրատախտակին գրել ստատուսները գնացել են։ Շատ լավ է, բրավո։ Սրտիկներով։ Պարոն Պեպանյան, հիմա դուք Պարոնյանի անվան թատրոնում եք, եթե չեմ սխալվում։ Ինչ ներկայացումներ են հիմա գնում եւ որ ներկայացումներ։ Ուզում եք գալ։ Մեծ հաճույքով։ Ինձնից բրծում չկա։ Ներկայացման անունն է դա թե։ Հա։ Էսպես միջև երբ։ Շատ լավ։ Ատամնաբուժն Արևելյան։ Այդ բոլոր ներկայացումների մեջ դուք խաղում եք։ Այո, ես եմ գլխավոր դերակատար։ Բրավո։ Բրավո։ Հովիկի կերպարով էլի։ Չէ, կներես։ Ուրիշ կերպարով։ Քո տարիքում է ես հովիկ խաղում, հիմա չէ։ Ես իդեպ տեսել եմ։ Շատ գերազանց խաղ։ Այմենջերս փոքր ժամանակ նա պատմում է, որ եկել է հենց տաքսի։ Մինչև հիմա հիշում եմ։ Լավ է որ տեսել ես, շատ լավ է։ Շնորհակալություն ձեր ծափարությունները։ Բորիս Պեպանյանն է մեր հյուրը։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք, պարոն Պեպանյան։ Իսկ հիմա բարձր ծափարում եք երգիչ Հայկոին։ Բարի երեկո Հայկո։ Շարունակում են ծափարությունները Անահիտ Սիմոնյան եւ երգչուհի Էմի։ Բարի եկո բոլորիդ, կարող եք օգտվել խոսափողից և ապելսինից։ Ինչպես եք։ Շատ լավ։ Շատ լավ։ Հա, մա ճշտի, եթե բոլորը լավ են, միանգամից դու հետ հարցել։ Միանգամ հիմա ինչ հարց տալսեմ, միանգամից ճշտի, միանգամից պատասխան տու։ Ինչով եք զբաղվում։ Երկարվեստով։ Երկարվեստով։ Նոր երգեր։ Նոր երգեր ունենք։ Այո, ունենք։ Այո։ Ինչ զգեստեր եք սիրում։ Այդ փոխանցեմ այդ։ Բայց կարող համապատասխանում էր մի հատ հարցրա։ Տարբեր։ Տարբեր, շատ լավ։ Դու, Էմի ջան։ Միանում եմ։ Միանում ես, դու Հայկո ջան։
Հայկոյին նման հարցեր մի տվեք։ Ինձ գեստերս գնում, լավ, քո հարցը դեպի Անահիտին։ Հայկո ջան, լավ, այդ ամեն ինչը մի կողմ։ Իրոք շատ ուրախ ենք, որ այստեղ եք։ Դու էլ Էմին էլ մասնակցել եք արդեն Եվրովիժնին եւ հիմա ամենաակտուալ թեման է Եվրովիժնի։ Եկեք մի հատ բարձր խնդրում ծափարենք Դորյանսին հիմա։ Շատ բարձր, որովհետև մենք այստեղից ուղարկել ենք ոչ թե մասնակիցներ, այլ հաղթողներ եւ դիմավորել ենք հաղթողներ։ Շատ սիրում ենք ձեզ Դորյանս, ձեր ելույթը արտակարգ էր։ Ինչու եմ միանգամից ձեզ հետ կապում, որովհետև երկուսդ էլ գիտեք ինչերի մեջով է անցել Դորյանսը, այդ լարվածությունը բան։ Ուղղակի ես տղաների բանը տեսա, կիսա եզրափակիչում տեսա երկելուց, եզրափակիչը տանը չէ, հետո դիտեցի։ Ես որ եկա հասա գիտեք որ պահին հասա, որ արդեն Դանյան հաղթել էր եւ Էրիկը եւ Աննան խոսում էին հենց այդ պահն էր, որ հայտարարում էին հաղթողին։ Ես այսպես եմ տեսել այդ պահը, եկեք մի վարքյան դիտենք, խնդրում եմ։ Դե ինչպես հասկացանք հաղթեց Դանիայի մասնակիցը։ Այո, ամեն դեպքում ես ամենասկզբից էլ ասել եմ, որ ես ուզում եմ ներբեռնել նույնիսկ այս երգը, դե իհարկե Դորյանսից հետո լսելու համար շեշտել էի ես։ Առաջարկում լսենք այս։ Այո, իհարկե, ես էլ եմ առաջարկում լսենք այս կատարումը, որովհետև իրոք երբ որ կատարում ես ուզում լսես եւ խանգարում են, մի տեսակ նյարդային նացնում է։ Այս պատճառով առաջարկում լսենք։ Այո, եք լսենք եւ ավելի քիչ խոսենք, որովհետև հիշում եմ ինձ հետ էլ եղել, երբ որ կատարում եմ լսել, անգամ փոխս եք լսել կատարումը կուզում լսել, հարևանները թե չեմ սխալվում, որ անընդհատ զանգահարում էր եւ չէր։ Եվ ասում որ Դանիան կատարում է շատ մեծ առաջարկում լսենք։ Եք լսենք վերջ-վերջո հաղթողի երգն է, իսկ հաղթողին պետք է լսել, որովհետեւ ինչ էլ եղել է, չի եղել, ամեն դեպքում նրանք հաղթել են։ Եվ ասում որ հետաքրքիր ձայն ունի։ Այո, եք լսենք, պայման այս երգը պետք է լսել։ Լավ, լսենք Էրիկ։ Արի լսենք, որովհետև երգը պետք է ամեն դեպքում լսենք որպես հաղթող, մենք մասնակից եղել ենք, բայց որպես հաղթող իհարկե եք լսենք, ուղղակի մի բան ուզում անպայման հիշեցնել, երգի հետ կապ ունի սա, որ Ռեյկյավիկում երբ որ հանդիպեցին Գորբաչովը եւ Ռեյգանը, նոր սովետական միության նավակայանը բացվում, Այո, մոտավորապես մի խոսքով ես այս պատկերացումը ունեի։ Բայց իմ համար արդեն նշեցի հաղթողները։ Ես որ Էրիկն է հաղթել Եվրովիժնում։ Էրիկն է հաղթել Եվրովիժնում։ Հայկո ջան, իսկ հիմա եթե առանձին վերցնեք, իրոք, ինչով եք զբաղվում կոնկրետ փուլերով, որ փուլերում եք համերգներ, երգեր, միշտ ուզում եմ ես հարցը տամ, որտեղ որպես երգիչ եւ երգչուհիներ ձեզանից բոլորը սպասում են նոր երգեր եւ երգչուհիներ։ Դե զբաղվում ենք մեր գործով, ստուդիայում ենք, երաժշտական քոլեջում ենք, Էմին էլ ձայնագրվում նոր երգեր, չէ՞, Էմջան։ Անահիտը գիտեք, Անահիտ Fashion եւ նաեւ երկարվեստ։ Այդպես զբաղվում ենք մեր Երևանյան սիրուն գործով։ Լավ, եկեք համարենք այսօր էլ զբաղմունքներից այդ մեկն է, եկել եք այսօր էլ վիտամին դիտեք, մենք չենք ուզում ձեզ շատ հարցերով ծանրաբեռնենք, ուղղակի լավ ժամանակ անցկացեք։ Հայկո, Անահիտ Սիմոնյան եւ Էմի, շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Եվ շարունակենք, Արման ուզում եմ քեզ ներկայացնել էքստրեմալ հյուրերին։ Այո, Armenian Racers Club, այսպես է կոչվում, ծափարենք տղաներին։ Armenian Racers Club։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Տղաներ, ներկայացեք եւ ներկայացրեք ձեր գործունեությունը։ Racers Club-ը մի քիչ ասում եմ։ Armenian Racers Club դա առաջացել է Street Bar-ից, STR ակումբն է, ներկայացնեմ ձեզ։ Հայաստանի ավտոսպորտով զբաղվող ակումբ, որը ավտոսպորտով զբաղվող ակումբ, որտեղ եք Սպիտակ նիվաներով դուք եք։ Ոչ։ Դուք չեք։ Որտեղ եք այդ ամեն ինչը սկսել։ Բաքում ճռացնելուց ոնց է։ Այո, փողոցից է ամեն ինչը սկսվել։ Հիմա որտեղ է անցնում։ Հիմա արդեն տանը, բան ոնց։ Հիմա անցկացնում ենք օրինական միջոցառում։ Ինչ է դա ներառում։ Ովքեր ունեն ավտոմեքենա, գալիս են ավտոմեքենա, ովքեր ուզում են հետաքրքիր դրայվ անցկացնել, կարող են գալ մեր ակումբ, մասնակցել հետաքրքիր մրցումների, միջոցառումների։ Իսկ հաղթողը ինչ որ բան ունենում է։ Այո։ Ինչ։ Կենթանի է։ Մրցանակ։ Բենզին։ Բենզին։ Չէ, ով հաղթում է կենթանի է մնում, այդպես։
պայմանավորվել։ Տղաներ, չէ, մենք իրոք ես զգում եմ, որ դուք սիրում եք դժվարություններ եւ փորձում եք ամեն անգամ ավելի շատ դժվարություններ հաղթահարել, ըստ այդմ համարյա կռահում եմ ում եք ընտրել այս ընտրություններին։ Իսկ ընդհանրապես ստում է Հայաստանում էքստրեմալ արդեն վարելը ավտոմեքենա ինքնին ստացվում է, չէ՞, տենց փոսերի ճանապարհների բան չի օգնում դա ձեզ։ Չէ, փոսերը մեզ համար լավ չեն։ Լավ չեն։ Մեզ համար արագությունն է հետաքրքիր։ Շատ լավ, շնորհակալություն Armenian Racers Club, տղաներ։ Մեկ կներեք մեր կողմից մի փոքրիկ նվեր վիտամին ակումբին, ամենա հումորով տղաներին, մեր կողմից, մեր ակումբի կողմից ձեզ։ Շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Ես ես մեկ լավ էլ մասնակցելու եմ։ Դուք ձեր հումորով առաջի տեղում եք, մենք էլ մեր դրայվով Հայաստանում ու ոնց որ առաջի տեղում ենք։ Չենք էլ կասկածում, շնորհակալություն որ մեր յուրն եք։ Ավտոմեքենա է։ Այո։ Էդի որ դու ավտո չունես, կարաս դրանով բոթասով ու դրանով գաս։ Սա կգամ խոսքը։ Կհաղթեմ կգամ նա պատասխան։ Ծափարում ենք Armenian Racers Club, տղաներ, շնորհակալություն որ մեր յուրն եք։ Ասում ենք առաջ գեղեցկուի ունենք այսօր մեզ մոտ, Զարային ծափարեք, բարի երեկո Զարա։ Թագուհի։ Զարա ջան, խնդրում եմ ոտքի կանգնիր, որպեսզի բոլորը զմայլվեն։ Ամենից Զմայլ։ Զարա ջան, հիմա կարող ես նստել եւ պատմել այն մրցույթի մասին, որին դու մասնակցել ես։ Ինչպես է անվանվում այդ մրցույթը։ Ստեղի շոր բան է կպել դե։ Թագա կսվել։ Թագա կսվել։ Best, ինչ էր գրած, ես շնկատեցի, best of the best։ Best of the best։ Եվ ինչի մեջ դա։ Մասնակցել եմ գեղեցկության եւ նորաձևության համաշխարհային լիգայի Աշոտ Խաչատրյանի մրցույթում, որը տեղի ունեցավ Թուրքիայում, Բոդրում քաղաքում։ Միս 7 մայրցամաք եւ միս ֆոտոմոդել։ Միս 7 մայրցամաք։ Միս 7 մայրցամաք, այսինքն ով ճիշտ ասում է 7 մայրցամաքների անունը, նա էլ դառնում է միս։ Նա էլ հաղթում է։ Շատ բարդ է եղել, ահա։ Եվ ես արագ եմ ասել եւ ճանաչվել եմ լավագույններից լավագույնը։ Բրավո, ծափարում ենք Զարային, որովհետեւ Թուրքիայում լավագույնն է դարձել մեր հայ գեղեցկուին։ Ես բարձրացել եմ այնտեղ մեր դրոշը։ Բարձրացել ես մեր դրոշը։ Այո, Բրավո Զարա, բարձրացել ես մեր դրոշը։ Շնորհակալություն։ Զարա ջան, լավ անցավ։ Հիասքանչեր ուղակի։ Ինչ էիք անում այդ մրցույթի ժամանակ, ինչ էիք անում։ Ինչպես ամեն Ոնց էր որոշվում։ Ահա, ինչպես ամեն մրցույթի ժամանակ, ով ավելի շատ գնդակ է խփում, ահա։ Մենք գնում էինք պարապմունքների, ուղղակի մեր պարապմունքները անցնում էին Էգեյան ծովի ափին, մեր ֆոտոսեսիան։ Դա ուղղակի չի։ Էգեյան ծովի ափին էր եւ ինչպես աշխատել ենք, այնպես նաեւ հանգստացել ենք։ Իսկ ինչ պարապմունքի մասին է խոսքը։ Հանգստանալու։ Դեֆիլե եք խաղում։ Այո, դեֆիլե էինք խաղում, որպեսզի հետո գեղեցիկ մատուցենք հանդիսատեսին։ Ես պուշ քայլել է։ Կուզեի ցանկանալ տեսնել, այո։ Դեֆիլեն կարող ենք մենք ես հրավիրել որպես հաղթողի դեֆիլե այստեղ տեսնել։ Այո, ոչ, հրավիրում ենք Զարային։ Դեֆիլե։ Այո։ Մենք ունենանք շատ գեղեցիկ երաժշտություն։ Մեր հաղթող Զարային բարձր ծափարեք։ Եվ հաղթող է ճանաչվում Զարան։ Ինչպես պահեցիք քեզ Զարան։ Հասկացաք ինչ են պարապում։ Համբուրել պետք է Էգեյան ծովի մոտ։ Քայլելով ծովը։ Շատ լավ Զարա ջան, զմայլվեցինք համ քեզանով, համ ես առիթ ունեցա այդ բառը օգտագործելու։ Հիմա կարող ենք արդեն քեզ ճանապարհել։ Ետ։ Շնորհակալություն Զարային։ Այո, շատ գեղեցիկ աղջիկներ մենք ունենք։ Շնորհակալություն որ մեր հյուրն ես։ Ինչ որ հետաքրքիր բան կարող ես հիշել պատմելու ներողություն։ Օրինակ կապված, չգիտեմ, Աֆրիկայի մասնակցի հետ։ Աֆրիկայի մասնակիցը ներկայացնում էր Նամիբիան, որը սևահեր էր եւ Սևահեր։ Սևամորտ։ Եվ սևահեր։ Սևահեր։ Ահա։ Մեկ է Միս Բրազիլիան մեզ մոտ շատ հետաքրքիր աղջիկ է։ Միս Բրազիլիան ինչ գույն էր։ Սպիտակ էր։ Սպիտակ է։ Շատ սպիտակ, սպիտակամորտ, փոքրիկ եւ մազերն էլ էր սպիտակ։ Չէ, սև էին, բայց իրա վրա մենք միշտ հումորներ էինք անում։ Իրա վրա։ Իսկ իրա հետ։ Ինչ հումոր։ Իրա հետ չէ, որովհետև ինքը չէր հասկանում։ Ամենալավը հենց դա էր։ Աֆրիկացին հասկանում էր։ Բայց ում հետ էր անում հումորներ։
Մենք այնտեղ ռուսերեն եւ անգլերեն հայերենել էինք, որովհետեւ հայերենել էինք խոսում, որովհետեւ մեր պարուսույցը եւ մնացած էլի տարբեր աշխատողներ, ֆոտոգրաֆները նույնպես հայ էին։ Ֆոտոգրաֆները հայեր էին։ Այո, լուսանկարիչները հայեր էին։ Զարա ջան, բայց բրազիլացի սպիտակ աղջկա վրա ինչ հումորներ եք անում։ Ես մի օր նկարի։ Այսև։ Ես իրան նկարը մի օր կբերեմ վիտամինակում, ցույց կտամ եւ երևի դուք էլ հումորներ կանեք։ Քեշեր։ Չէ, ինքը տարօրինակ է։ Վերջապես մենք հումորներ։ Ինքը հետաքրքիր տարօրինակ աղջիկ է։ Տարօրինակ։ Տարօրինակ է, տես մրցույթներին տարօրինակ աղջիկներ տեսնել է։ Չէ, բայց շատ լավ, նոր ընկերներ ձեռք բերեցիր։ Այո։ Կարևորը։ Միս Ուկրաինան, միս Բալգարիան։ Միս Ուկրաինան քո։ Միս Ռուսիան։ Լավ։ Միս Ուկրաինան, որ գաստեղ շատ արագ նոր ընկերներ ձեռք։ Այ իրա նկարները բեր։ Անպայման, ես նրանց հրավիրել եմ եւ միգուցե քանի ամիս անց նրանք գան Հայաստան։ Շատ լավ, Զարային ծափարում ենք մեր գեղեցկուն։ Շնորհակալություն, որ մեր հյուրն է, շատ գեղեցիկ է Զարա ջան, եւ շնորհավոր բոլոր տիտղոսներդ եւ թագը, որ կրում ես Սվարովսկի քարերով, ճիշտ է։ Այո։ Շնորհավոր Զարա ջան, շնորհակալություն, որ եկել ես։ Բարձր ծափարում ենք եւ անցնում ենք առաջ այժմ մուլտիվիտամինների համար հրավիրում եմ Փաչեին, Տիկոին եւ Գնում հասնում է։ Բեմու մուլտիվիտամիններն են բարձր ծափահարություններ, այո։ Եվ չչարաշայելով ձեր համբերությունը միանգամից առաջին մուլտիվիտամինը։ Շարունակում ենք եւ այսպես առաջին մուլտիվիտամինը պատկերացրեք իրավիճակ հիվանդանոցում։ Արա Գագո ջան ցավը տանեմ, արա մեռնեմ ես քո կյանքին ես ընկել ես հիվանդանոց մեռնեմ սրտիդ, հələ խմի ես սոկա տնականն է, հələ խմի ես բուլյոնը կերկնի կսա սարքե տնական բուլյոնը ես հավը ճպ մի հատ ես բուդա այսպես ֆռսնեմ, արա մեռնեմ ես քո սրտին, հələ ես կամպոտն եմ միանգամից բանկով տնական կամպոտա ցավը տանը, հələ մի վարքան ես բան ունեմ մոտս տնական սիստեմա է, այսի չքթևը, ախպեր ջան, արա ցավը տանեմ, բայց խինգերի վանդանուս Գագո Ես եմ Մոսկվայի ապա քուրը զանգեց, ասես Գագոն մեր հիվանդանոցումա թռեկել եմ մեռեմ սրտիդ Գագո ջան։ Ախպերս կնգաս եմ բերի անալիզներին։ Պատկերացրեք հաջորդ մուլտին ֆիլմի քաստինգի ժամանակ։ Այ մտեք հաջորդը։ Բարև ձեզ։ Ես հայտարարությունով եմ եկել, ինչ որ հարբած կերպարած էսպես քաստինգը հարբած կերպարի քաստինգը։ Ես այս հայտարարությունով եմ եկել։ Ալկոգոլիկը ով է հետաքրքիր։ Գիտեք մենք արդեն հարբածի դերակատարը ունենք, գտել ենք այնպես որ մեզ հարկավոր չի հարբած արդեն։ Լավ, եթե հարկավոր չի խնդրի։ Հաջորդ իրավիճակ ունեն պատկերացրեք դեպք դեղատանը։ Ուրեմն ինձ մի հատ Արա ինչեր արեմ մորցալ եմ ինչեր արեմ մի հատ սկլերոզի դեղտ ու էլի ցավը տանեմ եմ հետու Արա հիշեցի ապրեմ, նախ բարև ձեզ, հետել էի մորացել, ուրեմն ինձ մի հատ իմոդիում, մի հատ ամիդոպիրին ցավը տանեմ, մի հատ վարֆարին, մի հատ էլ բանը իմոդիում, մեկ էլ, մի հատ էլ են սկլերոզի դեղիստու էլի, Եվ այդքանը ցավը տանեմ։
Շարունակում ենք ձեր ուշադրության եք ուզում ներկայացնել աշխարհի ամենախորհուրդ տվող տղային։ Ախպերս։ Հա, անգեր։ Ապե այս սարուշկի է, տեսի չի սազում մի ակել, ապե խորհուրդ կտամ էլ դες չհագնվես, ապե։ Ընկեր ջան, նախ մենք իրար չենք ճանաչում, որ դու ինձ խորհուրդ տաս, երկրորդն էլ էս ունեմ, էս եմ հագնում։ Ախպերս, խորհուրդ կտամ քեզի ուրիշ բաներ է առնես, ցավը տանեմ, որ տենց չստացվի, ախպեր, իմ խորհուրդն է, ապե։ Ընկեր, այդ խորհուրդներդ քեզ պայի, ես քեզ մարդավարի ասում եմ, ինչ ունեմ, այդ եմ հագնում, ախպեր ջան։ Ախպեր, ես քեզ խորհուրդ կտամ մեծերին չհակաճառես, ախպեր։ Մեկ էլ ախպեր, խորհուրդ կտամ եմ, որ նոր է տուն, որ պաչվում էր ընկերույթ, հա։ Հա, ախպեր։ Ապել գեշոտ աղյանտ ու էդ գյադուց։ Մեկ էլ խորհուրդ կտամ աչով խփես, որ լավ նստսնես, ժողովուրդ լավ նստսնես։ Շարունակում ենք իրավիճակ փողոցում։ Բարև ձեզ։ Ներողություն ախպերս, որ խնդրեմ չեր ասես տես 6-րդ մասիվ որն է գնում։ 6-րդ մասիվ։ Հա։ Գիշերվա 5-ին։ Հա։ Հեսա մի վարքյան մտնեմ ապտեկա գամ ասեմ, էլի չէ՞ թաս, մի վարքյան սպասի մտնեմ։ Շարունակում ենք եւ վերջին մուլտիվիտամինը պատկերացրեք պատերազմի ժամանակ։ Բրծատ պատրոններս, պապուշներս բրծատ։ Չացելա։ Հա։ Արա խճոց գուշ քողությամբ գյուլայա գալի չէ։ Արա մի քիչ շուշուտ արի, արա։ Ուլցիներ այսքան ես ասետր Տիգրանը Մաշոյը և Արմուշը։ Այսօր երեխաների պաշտպանության օրն է, հունիսի 1-ը, եկեք ծափարենք բոլորս մեր երեխաներին, շնորհավորենք, ցանկանանք, որպեսզի նրանք լինեն միշտ պաշտպանված մեր կողմից, մենք ձեզ շատ ենք սիրում, սիրելի երեխաներ։ Իսկ հիմա դիմավորեք Չարեն։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Ու մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին։ Այդ իսկ պատճառով այսօր կխոսենք գազի գներից։ Այո, գազը կրկին թանկացավ։ Ու ամսվա վերջում մենք գազի վարձը դիպլոմատով ենք գնալու մուծենք։ Որովհետև այդ արդեն կոմունալ վճարում չի, այդ արդեն շատ լուրջ գործարք է։ Սենց որ գնա գազի մարդը թիկնապահներով է գնալու մարդկանց տներով։ Սենց որ գնա երեխաները օդաչու ու բժիշկ դառնալու փոխարեն երազելու են դառնան գազի տեսուչ։ Սենց որ գնա գազով ավտո ունենալը ավելի հարգի է լինելու։ Ու սենց որ գնա աղջիկա սիրտը գերելու համար կարմիր վարդերի փոխարեն կարմիր բալոնով գազ պիտի նվիրենք։ Ժողովուրդ, հանկարծ պատահական գազը բաց չթողեք, կխեղդվեք, պարտքերի մեջ։ Գազի թանկացման հետ մեկտեղ բնական է, որ թանկանալու է լիքը բան, բենզին է թանկանալու, որովհետև այդ բենզին տեղափոխող ավտոմեքենաներն են գազով, ինտերնետն է թանկանալու, ջուրը,
գետնախնձորը, թրաշի փրփուրը, բանանը։ Հիմա կհարցնեք ինչ կապ ունի այդ ամեն ինչը գազի հետ, ես էլ չգիտեմ ինչ կապ ունի, բայց հավատացեք իրանք մի կապ կգտնեն։ Գազը թանկացել է, բայց մենք հո հասկանում ենք, որ կարանք անցնենք հոսանքի։ Բայց իրանք էլ հո հասկանում են, որ մենք կարանք անցնենք հոսանքի։ Լավ, չէր այն 90-ական թվականներին հանգիստ մեր համար ապրում էինք, ոչ գազ կար, ոչ լույս կար։ Չէ, իհարկե լավ չէր։ Մենք նեղն էինք ու Ռուսաստանը մեզ գազ տվեց։ Ու միջև հիմա գազ է տալի։ Ես չեմ հասկանում ինչու է կազմակերպությունը կոչվում հայ-ռուս գազարդ։ Պիտի կոչվի ռուս գազարդ հայ, հայը վերջում, որովհետև հայը այս պատմության մեջ ոչ մի բան չի որոշում։ Դժոխքից են նույնիսկ բողոքում։ Գազը թանկացել է, ոնց կրականենք, որ այդքան մարդու տանջենք։ Չնայած էլ ուր տանջենք, անց տանջված են ընկնում մեր մոտ, որ մեր տանջանքները իրանց վրա էլ չի ազդում։ Ձեզ մի գաղտնիք բացեմ, գազը իրականում դա հապավում է։ Գտարը չեմ կարա ասեմ, բայց անուզենք ասեմ, արդեն զզվցրիք։ Ես չգիտեմ դուք ինչ մտածեցիք, դրա համար ավելի լավ է ես գտարն էլ ասեմ, գժուկներ։ Գժուկներ, արդեն զզվցրիք։ Ինչու սկզբում սկսեցի երեխաներից, որովհետև երնեք երեխաներին, որ այսքան բանը դեռ չեն հասկանում։ Շնորհակալություն, Չարենց, հատուկ ձեզ համար։ Շնորհակալություն, իսկ մենք շարունակում ենք։ Հաջորդ իրավիճակը պատկերացրեք տղայի եւ աղջկա առաջին հանդիպումն է, սակայն տղան իր հետ բերել է իր փոքր եղբորը, որովհետեւ տանը մարդ չկար, երեխան մենակ տանը չէր կարող մնալ։ Դիմավորեք Վաչեին, Անահիտին եւ Արամին։ Ֆորատ հետանեցի քեզ քիթ հոգեմ վրես, հիմա պետք է բռնեմ սա քաղաքով հետս քաշտամ։ Էլի սկսեցիր քեզ վատ պահել։ Կտանեմ դու բանալիով կփակեմ դուրս չես գա, հետ ես ուզում։ Լավ էլ բան չեմ անի։ Հա, նա ես քեզ հետս բերել եմ, որ դու քեզ խելոք պայես, այն անցած անգամը պատմությունը չկրկնվի։ Ինչ եմ արել որ։ Պաչվելու ժամանակն, ասեցի պաչվելու ժամանակն է, տամ ծամոնը։ Էդ ինչ ասելու բան է։ Բայց այդ ծամոնը քեզի պետք չէ, կա, վլի լուրջ ասա։ Դե պետք է կա, պրինցիպի, բայց էդի կամ են որ այն մի անգամ են աղջկան, ասիր կեսերից հանդիպանք, ուրիկ ջան մի հատ պամպերսս չես փոխի։ Էդ ինչ ասելու բան է։ Լավ էլ չեմ ասի։ Всё, քեզ խելոք կպայես։ Որսն շարունակվի կարող եմ մի հատ էլ չթողես նկարեմ գցեմ YouTube։ Ոնց ուզում էի նկարել գցեմ։ Արի ստեղ մի հատ նստի այստեղ ու քեզ խելոք ես պահում, ծպտուն չես անում։ Всё, ես էս աղջկա հետ առաջի անգամ հանդիպում, պիտի պարապեմ ինչ եմ ասելու։ Ամեն անգամ նույն բանն ես ասում աղջկերքին։ Այ շաբլոն։ Ոնց թե շաբլոն, բայց ինչ եմ ասում որ։ Քո աչքերը կապույտ են ինչպես օվկիանոսը, նայելով քո աչքերին ես կորտակվում եմ սիրո ճիրաններում, հետ ինչ է, ոնց որ դոձի կլնես։ Բայց խի եմ դոձիկ ես, այս, շխույլուկ կմնես։ Ողջույն, ինչ գեղեցիկ ես դու։ Շատ հաճելի է, շատ հաճելի։ Նստի։ Վայ, սու այդ ես եկել ես փոքր ապերի կտամ։ Փոքր ապերի շխույլուկ կմնես։ Մի արա, այդ ինչ ձև ես խոսում։ Բա ինքը ոնց է այդս խոսում։ Տիպա չէ։ Լավ բալիկա։ Լավն է չէ։ Ինչն են ընց ոչինչ բալիկն է։
Բայց ամոթ քեզ Ամոթ քեզ հազար ամոթի չի ասել, որ ապերիկի հետ ես գալու, ես կգնայի խանութ, մի հատ նվեր կբերե իրան։ Ոչինչ, լավ։ Նենա, խանութը մոտիկա 2 քայլ ա, կարաս գնաս։ Տիպաց։ Լավ, արի մի հատ որոշենք ինչ ես ուտելու, ինչ ես ուզում։ Ես մանգոյի սոկ ուզի։ Ինչի Հակոբիկ ջան։ Որովհետև մոտի փողը հազիվ է մանգոյի սոկ երիքի։ Կատակ անում երեխեն, կատակ անում, տիպա չէ։ Հա, ճիշտ է, կատակ եմ անում։ Մոտս փող կա, ինչ ուզում եք պատվիրեք։ Դու էլ ապերիկ մի քաշնի։ Սփաթա չէ։ Լավ բան, իսկ մի քիչ քո մասին պատմի, ինչ ես, որտեղ ես սովորում։ Հենց հիմա, ուրեմն ես սովորում եմ Երևանի պետական համալսարանի լրագրողական բաժնում, իսկ դա նշանակում է, որ ես շփվում եմ տարբեր։ Բայց առաջվանդ ոնց որ ավելի լավն էր։ Իրանցի քներես հետո մասին էր ասում։ Ասում է առաջվա մատուցողը ավելի լավն է։ Մատուցողը հետո։ Խի առաջվա ընկերուհիդ մատուցողը աշխատե։ Ով խոխմա չէ։ Ես իդեպ բանը սովոր չես ուզում հարցնես ես որտեղ եմ սովորում։ Իհարկե ուզում եմ հարցնեմ դու որտեղ ես սովորում։ Ես սովորում եմ իրավաբանական։ Բայց քյավարի։ Դավասի ջան, բա դու լավ ես սովորում։ Չէ, ի՞նչն է լավ սովորում, սաղ երկուսներ է։ Ես եմ իրա տեղի տնայինները գրում սաղ։ Դրա համար եմ իշտ երկուս եմ ստանում։ Թեման փոխենք։ Դու օրինակ շատ հետաքրքիր է, ինչ երաժշտություն ես նախընտրում։ Ես լսում եմ միայն ջազ։ Էդեֆանից է թաթուլը սկսե ջազ երգի։ Կյանքից կես նանցեր։ Ես բացի հումորովը նաև շատ ռոմանտիկ եմ։ Ուզում ես քեզ համար մի քարատող շշեմ։ Ուղղակի թուղթ ու գրիչ լիներ հենց հիմա կգրեի, գրիչ կա իմ մոտ, թուղթ կա մոտ էտա։ Այսը լոմբարդի թղթերը մոտս է, տամ է հետևը գրես։ Իսա մի վարկը։ Լեսիքո, վերջն է։ Խոխմա։ Լավ, հանցնենք առաջ, ինչ շատ հետաքրքիր է, օրինակ, ինչ հոբի ունես դու։ Ես մի վարկյան մնացեք գծի վրա։ Հոբին որն է, ջաջ։ Հոբին որն է, մորքուր։ Մորքուրը տատտա։ Ես հոբին դա ասենք նախասիրություն, այսինքն ազատ ժամանակ, ինչով ես սիրում զբաղվել։ Հա, հասկացա։ Ես դե հիմա այդքան ազատ ժամանակ չունեմ, բայց այն ժամանակ, որ ազատ ժամանակ ունեի, գեղարվեստական գրքեր էի կարդում ամբողջ օրը։ Առավոտից երեկո։ Գիրք ես սիրում կարդալ, դու ազատ ժամանակ գիրք ես կարդացել։ Հատը բանտում էլ ուրիշ ինչ պետք է աներ, քուրիկ ջան։ Ցանկացած գործազուրկ տղայի համար տունը բանտ է դառնում։ Դա էր ուզում ասել փոքրիկը, չէ՞։ Իսկ հետաքրքիր է հիմա ինչ որտեղ աշխատում ես։ Այո, աշխատում եմ։ Ես այժմ աշխատում եմ արտաքին գործերի նախարարությունում։ Լուրջ ես ասում։ Հա, լուրջ է ասում։ Հա, այս մեկը լուրջ է ասում։ Էլ բան չունեմ ասելու։ Աշխատում է արտաքին գործերի նախարարությունում, բայց պահակ։ Դա գործը մնում է գործ։ Դու ուրեմն հենց հիմա դու գնում ես այս խաղահարապարակում, այս փոքրիկների խաղում ես, դավայ գնացիր Հակոբիկ։ Տոնով արա ես այդ մալալետկեքի այդ գործ ունեմ բռնազմը գնա երեխեք։ Մալալետկեքը որն է քեզնից մեծ են, արա հենց հիմա գնում ես այնտեղ խաղաս։ Հենց հիմա։ Մի րոպե։ Դու մի բզբզա։ Ես քեզի լուրջ եմ ասում։ Դու չբզբզաս։ Ուրեմն հենց հիմա նստում ես ստեղ, եթե նստում ես ստեղ, ուրեմն քեզ խելոք ես պահում, եղավ։ Ձև չի իմ բերանը փակվի, ապերիկ։ Ուրեմն սուս ես մնում։ Արա ձև չի։ Ձև չի, ուրեմն իմ գրպանում կա այն ինչ որ փակի քո բերանը։ Հա, ձև չի։ Այն ինչ որ կփակի բոլոր երեխաների բերանը։ Դա ձև չի։
The iPhone։ Այ iPhone-ով դու արդեն խաղաս, Արի ավելի անձնական հարցերին անցնենք։ Ինձ հետաքրքիր է այդ ձեռքիդ վրային ակոլ կամ որտեղ ես արել։ Դե էսի գիրք կարդալու տարիներին մի հատ Մեքսիկ կնիկ կար ինքն է բան արել։ Մանա նայ ես աշխարհը անցա։ Ուրիշ ո՞նց անցար ես աշխարհը։ Գիտես դրա վրա ինչքան եմ չարչար։ Չէ։ Ուրիշ ի՞նչ է, ուրիշ ո՞նց անցար։ Լես, ինչ բերեց ալամոն սարեց թազեն։ Հələ մի վարքան էլի։ Արա էս ինչ բերեց արա, այսի լավն է, լավն է։ Հիմա չենք խոսալու։ Ցալա։ Հիմա մենք այդ չենք խոսալու։ Հեսն է, հեսն է ման։ Կարող ենք խոսայինք։ Հեսն է։ Ես գնացի շատ հաճելի է։ Ջոգում ես ինչ եմ անում։ Ինչ հաճելի է շատ։ Հələ մի րոպե, քուրիկ ջան։ Բայց օրիրիկ վայանին չես անում, այդ երկուսով մենք կաֆե տեղ։ Հակոբիկ ես աշխարհն է ես անցա, Հակոբիկ։ Հակոբ։ Մենք շարունակում ենք ուրախալի լուր Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի մեր հանդիսատեսի համար շատ շուտով հունիսի վերջին վիտամին ակումբը համերգներով հանդես կգա ձեր քաղաքներում։ Մանրամասն ինֆորմացիայի համար հետևեք մեր Facebook-ի եւ YouTube-ի պաշտոնական էջերին։ Շնորհակալություն։ Կարճ ինֆորմացիա մեր գործընկերոջ մասին։ Մեր հաղորդման գործընկեր Ֆասնետը հայտարարում է արագ եւ մատչելի ինտերնետն այլևս խնդիր չէ։ Զանգահարեք 54 73 20 եւ ձեռք բերեք գերարագ ինտերնետ սկսած 5000 դրամից։ Շնորհակալություն մեր գործընկերոջը։ Շնորհակալություն եւ այժմ նորից անդրադառնանք Եվրատեսիլին։ Մենք պատկերացրել ենք, որ ճիշտ է, ուղի եթեր էր, բոլորս էլ տեսանք ինչ տեղի ունեցավ, բայց մենք պատկերացրել ենք, որ եղել են կադրեր, որոնք դուրս են մնացել նույնիսկ ուղի եթերից։ Եվ այսպես ուշադրությունը դեպի էկրանին։ And now we call our friends from Armenia. Hello Malmo. Shurani shurana without your love. Shurani shurana without your love. Shurani shurana without your love. Waiting for you, Shurani shurana without your love. Shurani shurana without your love. Shurani shurana. Adamın o bendes masası şatem serum. Waiting for you. Hello Malmo. 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 No. Мялно. Мамел. Malmo. Мяу, асман. Мяу ее. Ну, мяу. Malmo. Мяу. Hello, мяу. Hello, Malmo. Epoi gordo. Hello, Mamlo. Malmo. Hello, Malfella. Malfi. Malmo. Malvoya. Hello, my love. Ինձերքես, թևեր թող տա, ինձերը թող աղոտ դառնա, քո շուրթերից. Hello Malmo. Henrik Mkhitaryan goes to Liverpool. Buongiorno Malmo from hot Italy. This is a great magnificent concert and our 8 delicious points. Shurani without your love. Shurani without your love. Shurani without your love. Waiting for you. How delicious is you? Hello Malmo and Rigat Nov. 8 hot points goes to Grecia. 10 points goes to Vrastan. 12 points goes to Ukraine. And 15 points goes to Հանրապետական կուսակցություն. Hello Malmo. Դասար ատոմակայան գործում
Russia. Cognac zavod go to France. Հայկական ջուր go to Italy. A lot of Armenians go to Glendale. Մարդ չի կարել երկու շաբաթով ընտանիքով go to Ծաղկաձոր։ Արա լավ է go to Shureni shurara without your love. Shureni shurara without your love. Shureni shurara without your love. Anytime you meet, any place you say, anything indeed, anyhow, anyway. Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։